Բարելույս բարեկամներ, լավ լուրեր ունենք պետական շահերի պաշտպանության տեսանկյունից, Ծաղկաձորի Ճոպանուղին, Լեռնադահուկային համալիրը վերադարձվելու է պետությանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, որը գիտենք ում կողմից է կառավարվում, Ծառուկյան Գագիկի։ Այս պատմությունը բավական երկարատև է եղել, մենք 18 թվականին գալով իշխանության եւ ուսումնասիրելով տարբեր պրոցեսներ մինչ դա տեղի ունեցած հասկացել ենք, որ այս գործընթացը ապօրինի է իրականացվել ժամանակին ՀԱՕԿ-ին տրամադրելու, որովհետև կառավարության որոշմամբ սահմանված է եղել, թե ում պետք է այն տրամադրվի, բայց պարզվել է, որ արանքում մասնավոր կազմակերպություններ են հայտնվել, երբ որ որոշումը կայացվել է, եւ մենք դիմել ենք դատախազությանը, որպեսզի քրեական գործ հարուցվի այս մասով, սակայն քրեական գործի համար վաղեմության ժամկետները անցած են եղել եւ դատախազությունը որոշել է պետական շահերի պաշտպանության մեխանիզմով այն հետ վերադարձնել եւ մենք արդեն ունենք դատարանի վճիռ, ուսով եմ այն ուժի մեջ կմտնի շուտով եւ համալիրը կվերադարձվի պետությանը, որը որ կտրվի արդեն կամ նորմալ կառավարման, ուսով եմ միջազգային կազմակերպության կամ մենք ինքներս այն կկառավարենք, որովհետև Ծաղկաձոր համայնքի ըստ էության ամբողջ զբոսաշրջությունը այս համալիրի շուրջ է կառուցված եւ մենք վերջի տարիներին տեսնում ենք, որ հատկապես Մայլերի գործարկումից հետո այստեղ գործերը այնքան էլ լավ չէին, ես ինքս լինելով ինտենսիվ դահուկորդ վերջի 2 տարիներին ոչ մի անգամ Ծաղկաձորում չեմ եղել որպես դահուկորդ, որովհետև այնտեղ պայմանները պարզապես հեռու են ժամանակակից լինելուց, անհրաժեշտ են նոր ճոպանուղիներ, նոր սահուղիներ, նորմալ սպասարկում, ինչը մենք ՀԱՕԿ-ի կառավարմամբ Ծառուկյան Գագիկի ղեկավարությամբ գործող չենք տեսնում, հակառակը տեսնում ենք այդ հանգստյան գոտու անկում, պարզապես անկում, ինչը բերելու էր նաև Ծաղկաձոր քաղաքի անկման, այնպես որ մենք մեր խոստումները շարունակում ենք կատարել, թալանվածը վերադարձվելու է ժողովրդին եւ մենք ունենալու ենք նաև այս դեպքում նորմալ հանգստյան գոտի, նորմալ լեռնադահուկային համալիր, որից օգտվելու են թե մեր քաղաքացիները, թե մեր հյուրերը եւ դրա շուրջ քաղաքն էլ շարունակելու է զարգանալ, լավ եղեք։